50 Sport Plus թակեց դուրս սև մազերս չէ սև մազերս տեղն է Ոչ մի սիրելի YouTube-ցիներ, անցած շաբաթ Ամերիկայում էի, հետաքրքիր նորություններ կան աշխարհի առաջնությունից, Թրամփն է պատմել։ Նյութեր ունենք նաև Չեմպիոնների լիգայից, կպարզենք Արքայազն Վիլյամի գիտելիքները, պարզվում է լավ էլ սիրում է ֆուտբոլը։ Էնպես որ ինձ տրված լիազորությամբ ձեզ կարգում եմ մեր պատվո subscribe-ների շարքին, եթե իհարկե բաժանորդագրվեք, լայքեք ու տիդին Եթե Փարիզում Ալիսոնն էր փայլում իր բոյով մեկ, ապա Էնֆիլդում Դոնարուման, նա մեր շաբաթվա թիմի դարպասապահն է։ Լիվերպուլի հետ խաղում իտալացուն հանգիստ կարելի էր կոչել օդի արքա։ Նա վերևից եկած բոլոր գնդակները հաղթեց, որոնք Լիվերպուլի հսկաները պետք է գոլի վերածեին։ Դրան գումարում ենք նաև հետխաղյա 11 մետրանոցների 2 հարվածի հետմղումն ու ստացվում է, որ ունենք ֆանտաստիկ դարպասապահ։ Պաշտպանության ձախ եզրը վստահում ենք Յուլիան Ռյուրսոնին, Բորուսիայի ֆուտբոլիստը լավագույնն էր Լիլի դեմ պատասխան խաղում։ Նորվեգացին իր եզրում 5 անցում է կատարել, 10 սահանկման փորձ է ունեցել, որոնցից 5-ը հաջողված ու շատ լավն էր մենապայքարներում։ Արդյունքում Բորուսիան հաղթեց 2-1 հաշվով եւ անցավ քառորդ եզրափակիչ։ Մեկ էլ տեսար էլի հասավ եզրափակիչ։ Կենտրոնականների զույգից առաջինը Մուսա Նիակատեն է, Լիոնի Օլիմպիկի անվախ առյուծը։ Սենեգալցի այս ֆուտբոլիստը Նիսի դեմ խաղում լավագույնն էր, ճշգրիտ փոխանցումներից սկսած մինչև գնդակը դարպասային գծից հեռացնելը։ Նաև նրա վստահ խաղի շնորհիվ Լիոնը կարողացավ հաղթել 2-0 հաշվով եւ բարձրանալ Եվրոգավաթային գոտի։ Հաճելի է տեսնել, որ այսպիսի թիմը կարգավորում է գործերը։ Մուսայի կողքին կխաղա Ալեսիո Ռամանյոլին, որը ուղղակի փայլեց Լացիոյի կազմում։ Վիկտորիա Պլզենի դեմ պատասխան խաղը ավարտվեց 1-1 հաշվով, Ալեսիոն իր թիմի միակ գոլի հեղինակն էր, ոչ մի մենապայքար չի պարտվել, ու նրանք արժանիորեն շարունակում են պայքարն ու ներկայացնում Հռոմը Եվրոպա լիգայում։ Աչից էլ կդիրքավորվի Յուրի Բերչիչեն, ով Ատլետիկի հաղթանակի կերտողներից էր։ Իսպանացի պաշտպանը Ռոմայի դեմ խաղում շատ ակտիվ էր հարձակվելիս, գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ, փոխանցումների 93% ճշգրտություն ուներ, ու դա տրամաբանական էր, քանի որ Ռոման գրեթե ամբողջ խաղը 10 հոգով էր։ Եվս 2 գոլ խփեց Նիկո Վիլյամսը ու Ատլետիկը քառորդ եզրափակում է։ Կիսապաշտպանության ձախ եզրից կխաղա Պեպե Սարը, որը փրկեց Տոտենհեմի դեմքը Բորմութի հետ խաղում։ Լոնդոնյան թիմի պաշտպանների մոտ բաց դռների օրը երբեք չի ավարտվում, սակայն այս խաղում Պեպեն շատ լավն էր, նա գրեթե չի սխալվել փոխանցում կատարելիս, մենապայքարները միշտ հաղթում էր եւ իհարկե հիմարացրել է Կեպային դառնալով պարաշուտ գոլի հեղինակ։ 11 մետրանոցն էլ հստակ իրացրեց Սոնը։ Ռիկարդո Հորտան մեր կենտրոնական կիսապաշտպանն է, այս ֆուտբոլիստը շատ կարևոր գոլի հեղինակ դարձավ Պորտուի հետ խաղում։ Այս թիմերը մրցաշարային աղյուսակում հարևաններ են եւ Հորտայի միակ գոլի շնորհիվ նրանք կարողացան հավասարվել Պորտուին եւ կմրցեն Եվրոգավաթային գոտու համար։ Աչից խաղալու համար հրավիրել ենք Ջամալ Մուսիալային, որը հրաշալի մարզավիճակ է հավաքել։ Բավարիան Բայերին հաղթեց ընդհանուր 5-0 հաշվով, աշխարհում ոչ ոք նման արդյունքի չէր սպասում, իսկ այդ հաղթանակի կերտողներից էր հենց Մուսիալան, նա ուղղակի ֆանտաստիկ էր, միայն տեսեք ինչ լավն է դաշտում, նա ուղղակի պարում էր, հաստատելով իր բարձր կարգը։ Հարցակման ձախից կլինի Ռաֆինյան, որը հստակ քայլեր է ձեռնարկում ոսկե գնդակը նվաճելու համար։ Արդարության համար պետք է նշել, որ Բարսելոնային ամենահարմար մրցակիցներից մեկն էր բաժին ընկել, երբ հատկապես 11-11-ի դեմ խաղացին տանը։ Բենֆիկան չդիմացավ։ Ռաֆինյան եւ Յամալը առաջին խաղակեսում լուծեցին բոլոր հարցերը։ Իսկ Յամալի գլուխգործոցը մենք դեռ կվայելենք։ Մարկո Ասենսիոն շարունակում է փայլել, նա մեր կենտրոնական արձակվողն է։ Առաջին խաղում Աստոն Վիլան հաղթել էր Բրյուգեին, երկրորդ խաղում եւս 3 գոլ խփեց ու անցավ քառորդ եզրափակիչ։ Այդ գոլերից 2-ը խփեց հենց Ասենսիոն, նախ բացեց հաշիվը, հետո փակեց։ Սուպեր սապ Ասենսիո։ Աչից էլ Ուսման Դեմբելեն է։ Այո, ամբողջ ֆուտբոլային աշխարհը ապուշ է կտրել, թե ինչպես է կերպարանափոխվում ֆրանսիացին։
Լիվերպուլի հետ պատասխան խաղում նա արդեն հանդես եկավ որպես առաջատար։ Նա խփեց խաղի միակ գոլը, հետո էլ առաջինը իրացրեց իր թիմի 11 մետրանոցը հարվածաշարում։ Մեր թիմի մարզիչը Լուիս Էնրիկեն է, որը հերթական քննությունը անցավ Լիվերպուլի հետ։ Չնայած փարիզյան թիմը ազգային առաջնությունում լուրջ դիմադրության չի հանդիպում, բայց միևնույն է, նրանք կարողացան հաղթահարել հզոր Լիվերպուլի արգելքը։ Լիվերպուլի համար շաբաթը սկսվեց այսպես. Նշվում է, որ սա ընդամենը կատակ էր մարզման ժամանակ, բայց ես դրան այդքան էլ չեմ հավատում։ Տրենտը մի քիչ շատ գոռոզ տղա է, ոնց որ էս նկարում։ Մի բան էլ ուզում էր կաշին տոն տալ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Ինչ վերաբերվում է խաղին, ապա գոլի համար առաջինը պատասխանատվություն են կրում կիսապաշտպանները։ Էս ինչ դատարկություն է դաշտի կենտրոնում։ Հետո էլ Ալիսոնն ու Կոնատեն։ Ես դժվարանում եմ ասել, թե ով է ավելի մեղավոր։ Ավելի լավա դուք ասեք կոմենտներում։ Լավ, սա մեր հաղորդման միակ տխուր պահն է լինելու։ Թաշկինակները հանեք, նավսեկի։ Բայց միայն Լիվերպուլի ներկա խաղացողները չեն, որ վատ վիճակում են։ Օրինակ Ջեյմի Կարագերին մի լավ ծաղրել են։ Մեզ առավոտ գնացքի մեջ էի, շատ հիասթափված ու տխուր, մեկ էլ լսեմ Չեմպիոնների լիգայի հիմն են միացրել սրահում, պարզվեց վարորդը Արսենալի երկրպագու է ու կայֆավատ է լինում վրաս։ Մադրիդի Ռեալը սուպեր միջակ ֆուտբոլ խաղալով շարունակում է պայքարը։ Խնդրում եմ, ես չեմ հասկանում, իմ փոքրիկ ուղեղում չի տեղավորվում, ինչպես է դա հնարավոր։ Խնդրում եմ բացատրեք։ Ատլետիկոն առաջին րոպեին խաղի հաշիվը բացեց ու վերջ, անկեղծ ասած, ես այս խաղից ամենաքիչը հաճույք ստացա։ Բորուսիա Լիլ խաղը շատ ավելի լավն էր։ Ինչևէ, խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ տեղի ունեցան հրաշքները մադրիդյան։ Բայց մինչև այդ եղավ սա։ Ուզում էի ձիվյատկա գոլ անեի։ Այդ պահին չէի գիտակցում, որ թիմիս գոլ ա պետք, բայց մի քանի թաթալոշից հետո հասկացել եմ։ Ինչևէ, այս տխուր դիմակայության ելքը որոշվելու էր հարվածաշարում, որտեղ իհարկե Ռեալը հաղթեց։ Մեկ Ալվարեսի իրացրած 11 մետրանոցը չհաշվեցին։ Իբր կար երկրորդ հպում։ Ես այդպես էլ անգամ խոշորացույցով նայելուց հստակ չտեսա այդ երկրորդ հպումը։ Մեկ էլ Օբլակը չկարողացավ հետ մղել Ռուդիգերի 11 մետրանոցը հաղթական, ու Ռեալը սկսեց տոնել։ Համաձայն եմ, շատ նման է, բայց եկեք իրականը ցույց տանք, էլի։ Նեցեն գուակուակում, ոնց որ արդեն հաղթել են լիգան։ Չնայած ինչ իմանամ, կարող է արդեն գիտեն, որ հաղթել են։ Ասում են Պապա Կարլոին այս խաղը ինֆարկտ է բերել։ Հենց ինքն էլ ասում է, մահը գերանդիով էր եկել։ No, I am dead in this sense. Իսկ խեղճ Ատլետիկոին ամենալավը բնութագրեց Յան Օբլակը։ Մենք անբախտ ենք։ Ուրիշ բան չկա ասելու։ Երկրորդ կեսում կխոսենք Թրամփից, որը գժի պես սիրում է ֆուտբոլը կամ ֆուտբոլային փողերը։ Իսկ հիմա առաջիկա խաղերի մասին։ Մարտի 20-ին ազգերի լիգայի փլեյօֆ Խորվաթիա, Ֆրանսիա, Դանիա, Պորտուգալիա, Իտալիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Իսպանիա ազգերի լիգայի B դիվիզիոնի համար կպայքարեն Հայաստանն ու Վրաստանը։ Մարտի 23-ին A լիգայի փլեյօֆի պատասխան խաղերն են Ֆրանսիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Դանիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ։ Վերջերս սպիտակ տանը շատերն են լինում, ոմանք գոհ են հեռանում, ոմանք ոչ այնքան, ինչ որ մեկն էլ կատաղած։ Հերթը Ջանի Ինֆանտինոյինն էր, FIFA-ի նախագահը Թրամփի մոտ դաս էր պատասխանում։ Mr. President, աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ամերիկայում, Մեքսիկայի ու Կանադայի հետ։ Այս տարի աշխարհի ակումբային առաջնությունն էլ է լինելու Ամերիկայում։ Լավագույն ֆուտբոլիստներն են գալու։ Դուք կունենաք 40 միլիարդ դոլարի եկամուտ։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք դասի ամենահետաքրքիր պահի Թրամփի ռեակցիային։
The economic impact is $40 billion. Հենց այդքան չի հերիքում Գրենլանդիան գնելու համար։ Ու հենց այս խոսքերից հետո Թրամփը որոշեց գովասանքի խոսքեր ուղարկել Ջանի ծնողներին։ Դրանից հետո հնչեց ամենապրովոկացիոն հարցը Թրամփի կողմից. Որ թիմն է ֆավորիտը։ Ակումբային մասով Ռեալ Մադրիդը, Մանչեսթեր Սիթին։ Հենց այս պահին Դոնալդ Ֆրեդովիչը կարող էր դուրս վռնդել կամ անկյուն կանգնացնել չարաճճի երեխային, բայց իրեն ֆուտբոլը չի հետաքրքրում, իրեն փողն է հետաքրքրում։ Ահա մի բան էլ է հետաքրքրում։ Ամենաբարդ հարցը տվեց ընկեր Թրամփը։ Միացյալ Նահանգները կարող են հաղթել։ Այո, կարող է։ Դուք տանն եք խաղալու, պատերը կօգնեն։ Գիտի ինչ ասում է։ Ամերիկահայերից մեկը, ով ներկա էր հանդիպմանը, ասել է, որ Ջանին ուզում էր ասել, դուք փողերը տվեք, մնացածի մասին չմտածեք, բայց զսպել է իրան։ Ինչևէ, դժվար քննությունը Ջանին հաղթահարեց ու ստացավ զաչոտը։ Մենք հարցում ուղարկեցինք օվալաձև գրասենյակ հասկանալու համար, թե ինչ պետք է անեն հայերը, քանի որ խաղերը մեր ժամով եսիմ երբ են լինելու։ Այդ տարօրինակ աչքերով մարդը չալարեց 12 ժամ թռավ ու եկավ անկեղծանալու մեզ մոտ։ Անկեղծ ասած, ես մտածում էի այս մասին առաջին օրվանից ու վատ էի զգում, քանի որ լուծում չէի գտնում, մինչ եղբորս ընկերոջ հորեղբայրը Ալիկը մի լավ միտք տվեց եւ ես որոշեցի, որ Ամերիկայի հայերը կնայեն խաղերը ու կպատմեն հեռախոսով ձեզ։ Բուդիո Գլիմպտը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակում է, նրանք հաղթահարեցին Օլիմպիակոսի արգելքը։ Կմտածեիք նման հաջողության մասին, երբ այս թիմը խաղում էր Փյունիկի դեմ։ Արքայազն Վիլյամը պատասխանել է լինել թե չլինել արտահայտությունից հետո ամենատարածված հարցին՝ Մեսսի թե Ռոնալդո։ Messi. Բայց Քրիշտիանոյի կարևոր արժանիքն էլ նշեց։ Best celebration. Well, the most iconic, I guess, is Cristiano Ronaldo's. 17 տարեկան Լամին Յամալը իր երկարատև կարիերայում հերթական շեդևր արարեց Բենֆիկայի դեմ խաղում։ Պակաս գեղեցիկ չէր Մարկուս Թյուրամի խփած գոլը Ֆեյնորդի դեմ խաղում, որը Ինտերը հաղթեց 2-1 հաշվով։ Մանչեսթեր Յունայթեդը հայտնեց նոր ստադիոնի կառուցման մասին, այն այսպիսի տեսք է ունենալու։ Ավելի քան 2.5 միլիարդ արժողությամբ կառույցի շինարարական աշխատանքների սկզբի մասին բան չի ասվում, բայց նշվում է, որ այն տևելու է 5 տարի ու դա այն դեպքում, երբ հայերը դրա հետ ընդհանրապես կապ չեն ունենալու։ Համոզված եմ, հետաքրքրում է, թե ինչ անուն է ունենալու նոր ստադիոնը։ Առաջարկում եմ դուք գրեք մեկնաբանություններում։ Հին անվանը շատ նման է, ընդամենը մի բառի տարբերությամբ։ Այս նորությունից ոգևորված Մանչեսթեր Յունայթեդը ուղղակի ջախջախեց Ռեալ Սոսիեդադին, Բրունո Ֆերնանդեշը հետրիկի հեղինակ դարձավ եւ Յունայթեդը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակում է։ Անկեղծորեն շնորհավորում եմ։ Նեյմարը շարունակում է վերականգնվել։ Հարազատ Սանտոս տեղափոխվելուց հետո այս ֆուտբոլիստը լավ արդյունավետություն է ցույց տալիս ու կրկին հրավիրվել է Բրազիլիայի հավաքական։ Այս ամենին զուգահեռ շատ ակտիվ քննարկվում է նրա ապագան։ Անձամբ բրազիլացին ցանկանում է ամռանը վերադառնալ Եվրոպա, դիտարկվում է Բարսելոնայի եւ Բավարիայի տարբերակները, բայց այստեղ այդ տեղափոխությունը քիչ հավանական է։ Դիտարկվում է նաև Սանտոսում մնալու տարբերակը։ Համենայն դեպս բրազիլական ակումբի նախագահը դա շատ հավանական է համարում։ Նա արդեն ցույց է տվել, որ նրան ֆինանսական մասը չի անհանգստացնում։ Հələ ու անհանգստացներ, կարելի է ասել Ալ Հիլալին գցեց ու թռավ։ Լավ, շարունակեք, պարոն։ Սանտոսին բոլորը աջակցում են, Նեյմարին Սանտոսում բոլորը աջակցում են։ Սա կօգնի հնարավոր դարձնել նրա մնալը ակումբում։ Դա շատ կարևոր է, քանի որ նա երիտասարդներին ոգեշնչում է։ Իսկ Նեյմարը շարունակում է վայելել կյանքը, ֆուտբոլը փորձելով համատեղել դրա հետ։ Մատս Հումելսը շաբաթվա գլխավոր հակահերոսներից է։ Նա թաղեց Ռոմայի բոլոր հույսերը։ Ատլետիկի դեմ խաղում, երբ դեռ 15 րոպե էլ չէր անցել, գերմանացին ուղիղ կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց դաշտից։ Ռոնալդո Նազարիոն հեռացել է ընտրապայքարից։ Զուբաստիկը ցանկանում էր դառնալ Բրազիլիայի ֆեդերացիայի նախագահ, բայց նրան չաջակցեցին։ 27 անդամներից 23-ի դռները ծեծեցի, բայց նրանք ինձ չընդունեցին, ասելով, որ ամեն ինչ կարգին է, իմ կարիքը չունեն։ Ռոնալդո ջան, իհարկե ամենայն հարգանքով, բայց
ակումբիդ վիճակը նայելով քեզ անգամ մի հատ բուտկա չեն վստահի։ Արսենալը ոչ ոքի խաղաց Մանչեսթեր Յունայթեդի հետ ու ավելի հետ մնաց Լիվերպուլից։ Հարցին թե արդյոք չեմպիոնական մրցավազքը ավարտվել է, Միկել Արտետան պատասխանեց. Ավելի ճիշտ չպատասխանեց։ Փոխարենը Դեկլան Ռայսը ասաց, որ իրենք պայքարելու են մինչև վերջ։ Ամեն դեպքում ես մնում եմ իմ կարծիքին, որ Արսեն Վենգերն ու Թիերի Անրին անիծել են Արսենալին, թե բա մեզնից հետո ոչ մի հաջողություն։ Բելգիայի հավաքականի դարպասապահ Քոն Կաստելսը հրաժարվել է միանալ ազգային հավաքականին, քանի որ իր խոսքով ֆուտբոլային ասոցիացիան կարմիր գորգ է փռում Տիբո Կուրտուայի ոտքերի տակ։ Տեդեսկուի հեռանալուց հետո Մադրիդի Ռեալի դարպասապահը վերադառնում է եւ դառնում Բելգիայի առաջին համար, նա էլ 2023-ին հրաժարվել էր միանալ իր հավաքականին, քանի որ իր փոխարեն Ռոմելու Լուկակուին էին կարգել ավագ։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այս հավաքականում ոչ մեկ իրար չի սիրում։ Դրա համար էլ ֆուտբոլ խաղալու փոխարեն իրար ոտի տակ են փորում։ Հաջորդը մեզ մոտ հակահերոսների Փունջե Տիագո Մոտայի գլխավորությամբ Յուվենտուսը պարտվեց Ատալանտային 4-0 հաշվով, պաշտպանները բաց դռների օր հայտարարեցին ու մինչև այսօր այդ դռները չեն փակել։ Այսպես շարունակելու դեպքում Յուվենտուսը կարող է դուրս մնալ Եվրագավաթային գոտուց, հատկապես որ Ռոման, Բոլոնյան, Լացիոն այնքան էլ հեռու չեն։ Այսքանն ենք պատրաստել այս շաբաթվա համար։ Եթե ձեզ դուր եկավ, ապա եթե հանդիպենք, կարող եք շոյել գլուխս։ Իսկ այնպես բաժանորդագրվեք, լայքեք ու զանգակեք։ Դա օգնում է մեզ ավելի առաջ գնալ։ Մինչ մյուս շաբաթ, առայժմ։